Բարև ձեզ։ Ես Նարեկն եմ Ամիրխանյան եւ մեր գործընկեր Ամոն Զիագվայի հետ շարունակում ենք փողի մասին։ Այսօրվա մեր հյուրն է Նարեկ Թամոյանը։ Նարեկը պրոդուկտի ղեկավար է Stripe ընկերությունում, որը աշխարհի ամենամեծ ֆինանսական ընկերություններից մեկն է։ Նարեկի հետ զրուցել ենք, թե ինչով է զբաղվում Stripe ընկերությունը, ինչ առավելություններ է տալիս բիզնեսին, ոնց է կարողացել ունենալ տարեկան 2 տրիլիոն դոլարի շրջանառություն, խոսել ենք նաև ինչպես Stripe-ի օգնությամբ կարող ենք ԱՄՆ-ում բացել ընկերություն, ծախսելու, խնայելու, ներդրելու եւ այլ փողի մասին թեմաների շուրջ։ Նարեկ, ոնց ես։ Շատ լավ Նարջան։ Ոնց է Հայաստան։ Շոկ, բայց շոկ անցավ, մնացածը իդեալական։ Հա։ Ինչքան ժամանակ չէր եղել։ Մի տարուց մի քիչ։ Դե ամեն տարի ամառներս տեղ ենք։ 2 ամիս, չէ՞։ 2 ամիս, գնալով կշատացնենք։ Հասկացա։ Միջև 4։ Արի խոսենք քո ընկերությունից, որ այսօր որտեղ դու աշխատում ես, որ այսօր աշխարհի ամենամեծ ֆինանսական ընկերություններից մեկն է, Stripe-ը։ Կբացատրես Stripe-ը ինչ է, օրինակ Հայաստան ես վերջերս շատ եմ սկսել լսել, որ սկզբում PayPal-ն էին ասում են դե PayPal-ը պետք է գա Հայաստան, հիմա շատերը սկսել են ասել լավ կլինի Stripe-ը գա Հայաստան։ Այդ կբացատրես ինչ է ու խի լավ կլինի որ Stripe-ը գա Հայաստան։ Փորձեմ, Նարջան։ Երևի պետք է հիմքերից սկսեմ, որ ամենահասարակ Stripe-ը իր կոնցեպտով, հետո կանցնենք հիմա ներկայի Stripe-ը, որտեղ շատ է տարբերվում։ Stripe-ը 2009-ին է հիմնադրվել Collison Brothers աղբերները, Պատրիկն ու Ջոնը։ Կոնցեպտը շատ հասարակ էր, որոշել են, որ ինտերնետ բիզնեսներին հնարավորություն տան վճարներ, payment-ներ հավաքեն։ Հեշտ ձևով, շատ հեշտ, որովհետև խնդիրը այն էր, որ եթե դու on-line բիզնեսես ուզում ես վճարներ հավաքես, շաբաթներից ամիսներ կարար տևեր մենակ այդ ինտեգրացիան սարքելը, բանկի հետ դրա մեջ թե մտնում է բանկը, թե network-ներ, այսինքն Mastercard, Visa եւ այլն, իրանք ինֆրաստրուկտուրան ունեն, դու պետք է ինտեգրվես security տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից բավականին ասես ծավալուն աշխատանք պետք է կատարես, compliance եւ այլն, ու տևող բարդ process էր, իրանց հասարակ կոնցեպտն էր, որ ոնց անենք, որ կազմակերպությունները, ովքեր ուզում են on-line վաճառեն ինչ-որ բան, ծառայություն, ապրանք եւ այլն, շատ հեշտ արագ վայրկյանների ընթացքում ինտեգրվեն ու առանց մտածելու այդ ամեն ինչի մասին ուղղակի հավաքեն։ Այդ էր կոնցեպտը, ու իրանք սարքեցին ոնց որ առաջի Stripe API-ը, Application Programming Interface, հայերեն չգիտեմ ոնց ասեմ, բայց եթե ավելի պարզ ասենք, ծրագրերի համար նախատեսված interface։ Հայերեն շատ բարդ բառ է։ Մակերես, հա։ Չէ, պրոտոկոլ լավ անունը դնենք, կարճ ասած, որ ծրագրերը օգտվում են այդ ծառայությունից payment-ները իրագործելու համար, հա։ Ու տենց սարքեցին ու բավականին տենց ակտիվ ձևով ինքը սկսեց աշխատել։ Այդ core-ն է, այդ հիմքն է Stripe-ի, բայց հիմա Stripe-ը, то есть այն ժամանակ, երբ որ 2009-ին ստեղծվեց, ինքը ուղղակի վճարումներ հավաքելու միջոց էր, հեշտ ու արագ, on-line։ Հիմա արդեն ինքը վերածվել է ֆինանսական ինֆրաստրուկտուրայի բոլոր ինտերնետ բիզնեսների համար։ Ու կարանք էլի ծավալվենք այդտեղ, թե այդ ինֆրաստրուկտուրա ասած իրանից ինչ է ներկայացնում, բայց հալի մի քիչ պատմի, ինչ է ներկայացնում ու նաև հետաքրքիր է այս պայծրությամբ արդեն ինչքան շրջանառություն ունի ընկերությունը, ինչքան վճարումներ է ընկերությամբ անցնում։ Այդ վերջինը հեշտ է, տեղ ասեմ ու անցնենք, անցած տարվա դրությամբ 2 տրիլիոն տարեկան, որը որ ամբողջ աշխարհի հնայի 2%-ն է կազմում։ Stripe-ով անցել է։ Stripe-ով տարեկան այդքան անցնում է Stripe-ով։ Եթե ուրիշ թիվ ասեմ, օրինակ Nasdaq-ի 80% կամպանիաների էլ իրանց վճարումները անցկացնում են Stripe-ով։ Այդ մասշտաբների տեսանկյունից, իսկ զարգացման տեսանկյունից թե ուր է հասել Stripe-ը, երևի մի քիչ ասենց պատմական ու օրգանիկ ձևով պատմեմ, որ ավելի հետաքրքիր է լինել, ոչ թե ասեմ հիմա ինչա վերածվել, այլ խի եկել հասել նրան, ինչը որ հիմա կա։ Դե պարզ է, սկզբից ասենք դու օգնում ես կազմակերպություններին հեշտ ու արագ payment հավաքել։ Հետո օրգանիկ ձևով դու տեսնում ես, որ կան կազմակերպություններ, ովքեր նաև ուզում են subscription, հա, то есть կրկնվող վճարումներ, բաժանորդագրություն, հա, այսինքն մի հատ կտոր ավելանում, որը որ նաև այդ է կազմակերպում։ Հետո դրանից հետո առաջացավ մյուս
կարիքը, որտեղ marketplace-երը, այսինքն չգիտեմ, Shopify օրինակ, հա, դու մեծ պլատֆորմ ես, որտեղ գալիս են ուրիշ վաճառողներ, գրանցվում են քո մոտ, սկսում են վաճառել։ Այդ կոչվում է Stripe Connect։ Այդ product-ը իրանից ինչ է ներկայացնում, որ դու որպես պլատֆորմ գրանցվում ես ու հետո քո հաճախորդները արդեն փոքր բիզնեսներ են, ովքեր Stripe-ի միջոցով հավաքում են, դու ինչ որ տոկոսներ ես պահում ու մնացածը իրանց է գնում։ Դա էլ մի հատ առանձին կատեգորիա էր։ Հետո ու տենց սկսեց օրգանիկ ձևով կարիքի հիման վրա ավելի ու ավելի շատ product-ներ հավաքվել, բայց այսօրվա վիճակը եթե նայենք 2009-ից արդեն մոտ 17 հա տարի 17 տարի, հա։ 17 տարի հետո ինքը մի հատ ամբողջական ինֆրաստրուկտուրա է վերածվել, որտեղ ինքը օգնում է քեզ թե հարկերը, թե revenue management, թե շրջանառության թե treasury ոնց կլինի։ Շատ բառեր եմ ասում անգլերեն։ Ինչ treasury։ Կազմակերպությունների շատ մեծ կազմակերպությունների ոնց որ ֆինանսական հա բյուջեի կառավարում, ռիսկը ամենամեծ կտորներից է, Stripe Capital-ը նույնիսկ որ լոներ են տրամադրում, Stripe Issuing, որ եթե որպես դու բիզնես ուզում ես Capital-ը վարկերա չէ՞ տալի։ հա վարկերա տրամադրում, Issuing-ը երբ որ դու ուզում ես օրինակ քո քարտերը որպես բիզնես թողարկես, քո բրենդի քարտերը օրինակ, հա, չգիտեմ, մեծ կահույքի կամ չգիտեմ ինչ որ այլ ցանցային սրահ ես ուզում ես զեղչի մեծ քարտեր բրենդի օրինակ Home Depot-ն ունի իր credit քարտերը հա ուզում ես թողարկես հա ուզում ես թողարկես Stripe-ի միջոցով էլի Stripe-ը արդեն այդ հնարավորությունը տալիս հա քեզ տալիս է այդ issuing-ը շատ հեշտ ու արագ անես Atlas-ը երևի Atlas-ը ամենահետաքրքիրներից է որը որ ավելի շատ sense ապագա բիզնեսներին է փորձում բերի դեպի Stripe Atlas-ի միջոցով շատ արագ դու որպես ստարտափ, հիմնականում տեխնոլոգիական ոլորտի ստարտափերը կարող ես գրանցես քո կազմակերպությունը ու որոշ այլ գործառույթներ էլ կա, որ կարող ես անես, բայց դրա արդյունքում ինչ է ստացվում, ասում օքեյ, ես քեզ օգնում գրանցես քո բիզնեսը շատ հեշտ ու արագ ու նաև շատ էժան $500 հա ու արդյունքում բայց դու սկսում ես օգտվել արդեն Stripe-ից այսինքն հավանականությունը որ դու կդառնաս ինչ որ միլիոններ կամ միլիարդներ տարեկան process անող բիզնես միգուցե եւ փոքր է, բայց օրինակներ կարամ ասեմ Atlas-ով սկսած, ասենք Anthropic-ը, OpenAI-ը, Anthropic-ը բանով է սկսել, Atlas-ով։ Եթե չեմ սխալվում, հա։ Wow։ Իրանք սկսել են այտենց Stripe-ի վրա, հեսա մի քիչ check-out-ից էլ կխոսենք, այդ end product-ն է, որը որ ես եմ ղեկավարում այնտեղ, հա։ Հա, տենց ուզում ասեմ, որ միգուցե 95-100-ից կամ կլինեն փոքր բիզնես կամ ընդհանրապես չեն լինի, բայց այն 5-ը այնքան ծավալների կարան հասնեն, որ այդ սկզբում իրանց անգլերեն ասում են hand-holding, հա, ձեռքը բռնած, որ դու օգնում ես իրանք այդ փուլը անցնեն, հետո դրանից հետո իրանք նաև մնում են քո պլատֆորմի վրա։ Ես որպես Atlas-ի հաճախորդ շատ գոհ եմ։ Մի քանի տարի առաջ Stripe Atlas-ով իմ առաջին ընկերությունը Ամերիկայում գրանցեցի։ Ու ինքը մի անգամից հնարավորություն տվեց բոլոր վճարումները կատարելու ու սաղ process-ները արագ ունենալ, այսինքն Հայաստանից ԱՄՆ ես կարողանում եի Stripe-ի օգնությամբ բիզնես անեմ։ Ու պլյուս նաև բան էլ չէ, ինչ որ տենց ասում են perks, պարտնյոր կազմակերպություններից զեղ չէ։ Բանը օրինակ Atlas-ը շատ օգնում է արագ Mercury բանկում հաշիվ բացես։ Ու ես վերջերս է բան ունեին Mercury-ի հետ հատուկ ակցիա ունեին, որ Mercury-ը եթե Atlas-ով բացում էր ընկերություն ու հետո հաշիվդ բացում էր Mercury բանկում ամերիկյան, Mercury-ն այդ $500 քեզ հետ էր տալիս։ Հա։ Այսինքն ստացվում էր անվճար էլի։ Ну մեծ կազմակերպությունների համար կարող է այդ ոչ մի բան, բայց ստարտափի համար ահագին բան է, էլի։ Ու նաև կարող ավելացնել, որ այդ process-ը Atlas-ի միջոցով ԱՄՆ-ում ընկերություն բացել կարող ասանես աշխարհի ցանկացած կետից, այդ թվում նաև Հայաստանից։ Ու Հայաստանում շատ ստարտափներ, դա անգամ Հայաստանում շատ ստարտափներ ու ընկերություններ, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, հենց Atlas-ի միջոցով են բացել ֆիրման։ Որտեվ սաղ այդ ոնց որ թղթաբանությունը ամեն ինչ ինքը քո պախանյանում ու դու ունենաս պատրաստի ընկերություն deliver-ում գրանցված։ Ու մի անգամից արդեն նույն պահից կարաս սկսես վճարումներ ընդունես։ Հա, Atlas-ը այդ առումով երևի թե ամենա հայտնիներից մեկն է։ Հա, շատ հարմար է։
էլ ինչ կար։ Հա, նոր այս վերջերս նաև այդ stable coin-երը, որ մի հատ լրիվ ուրիշ ուղղություն է արդեն, որ եթե չգիտեմ նորություններին հետևում եք, մի քանի կազմակերպություն Stripe-ը ոնց որ գնաց, առավ Հա, այդ ոլորտում, Bridge-ը դրանցից մեկն էր, Bridge-ը դա երևի 1.5 տարի առաջվա բան եմ ասում, 1 միլիարդով առանք իրանց։ Իրանք օրինակ անում էին, կարելի ասել այն ինչ որ Stripe-ն արել սկզբից այդ ինֆրաստրուկտուրան API-ների, բայց կոնկրետ stable coin-ների համար։ Այսինքն եթե դու որպես բիզնես ուզում ես քո նախ մատ երևի, չգիտեմ, stable coin կարող մարդիկ։ հա, դա է ուզում հարցնել, որ կբացատրես stable coin-ը ինչ է, էլի։ Ես ինքս տենց կրիպտո արժույթներից շատ բան չեմ հասկանում, բայց ամենահեշտ ձևով եթե բացատրենք, կրիպտո արժույթները իրանցով ոնց որ իրանց հետևը տենց իրական ոչ մի արժեք չունեն, ոնց որ շուկան է որոշում։ Stable coin-ի տարբերությունը այն է, որ ինքը backed by US dollar, այսինքն իր հետևը ամերիկյան դոլարն է։ Այս դոլարը ոնց փոխվում է, այդ coin-ը էլ փոխվում է։ Ընդամենը ինքը կրիպտո արժույթ է, որը ներկայացնում է հենց US դոլարը։ То есть եթե դու ունես, չգիտեմ, գումար, որը ուզում ես պահես դոլարի տեսքով, կարաս գնես stable coin ու պահես իրան տենց։ Ինքը դոլարը կաճի հետը կնվազի։ Բայց ինչն է իր առավելությունը, ամենակարևոր առավելություններից մեկը, որ այդ միջազգային տրանզակցիաները վարկյաններ են տևում, ոչ թե օրինակ, չգիտեմ, ժամեր կամ օրեր, հա։ Ու պլյուս նաև գինը այդ տրանզակցիաների շատ ավելի քիչ է։ Քան օրինակ Swift-ով։ Հա։ Ու դա բիզնեսներին ահագին օգնում է ու շատ բիզնեսներ փորձում են նաև stable coin-ը որպես վճարման միջոց։ Այ հենց գալիս է դրան հարցը, հիմա դու պետք է ունենաս ինֆրաստրուկտուրա։ Դու կարող ես թողարկես քո իսկ business specific stable coin-ը օրինակ, ու դրա միջոցով թե մարդկանց կրեդիտներ տաս կամ հավաքես վճարները կամ նույնիսկ refund երբ որ լինում է, օրինակ stable coin-ը վերադարձերի դեպքում stable coin-ով ես անում ու ոնց որ քո արժույթն է դա, էլի դու պահում ես։ Այ Bridge-ը հենց դա էր անում ու Stripe-ը ոնց որ այդ ավելի շատ sense ստրատեգիական բաներ acquisition էր, էլի գնում էր, հա, կազմակերպության, որ ապագայում այդ ոլորտն էլ փորձի պահել։ Այդ էր ու պլյուս նաև այսպես ասած agentic commerce ասածն է, որ էլի նոր։ Դա իրանից ինչ է ներկայացնում, որ այս AI ագենտների պոպուլյար դառնալու զարգացման ընթացքում իրանք տարբեր դերեր են վերցնում իրանց վրա, այդ դերերից մեկը նաև այնա, որ մարդու փոխարեն ինքն է ոնց որ որոշում ինչ ապրանք առնի, հա։ Այդ կարող լինի բիզնեսի տեսանկյունից, որ ինձ պետք է կոնկրետ ծառայություն, իմ agent-ը կարող որոշի, որ այս գնով այս ծառայությունը ամենահարմարն է, որ ես կվերցնեմ։ Եթե կոնկրետ օրինակ բերենք, հիմա պատկերացնենք, չգիտեմ, ինչ որ այդ ինֆրաստրուկտուրան է, ասենք կա Amazon, կա ինչ որ կոնկրետ, չգիտեմ, Best Buy օրինակ։ Նույնիսկ լավ, sense ավելի կոնկրետ ասենք, հա, քեզ պետքա տարբեր AI մոդելների կրեդիտներ առնել։ Բայց դու քո բիզնեսի մեջ ունես շատ տարբեր գործառույթներ ու ամեն գործառույթից կախված մի մոդելը լավ է, մյուսը կարող է այդքան էլ լավ չի։ Այսինքն դու մի հատ ինչ որ ծրագրային sense part լոգիկա կարաս ունենաս, որ կոնկրետ գործառույթից կախված որոշի որ մոդելից օգտվի։ Բայց դրա ամեն մոդելի հետևն էլ գին կա, ամեն կրեդիտ, ամեն թոքենը իրանից գին է ներկայացնում, այսինքն դա պետք է դինամիկ ձևով հաշվարկվի։ Հիմա շատ դեպքերում ինչ են անում, ասում են ես կունենամ ագենտ, որը ինքը կորոշի, թե որից գնա ու միանգամից առնի թոքեններ բերի։ Դա բիզնեսի տեսանկյունից, մարդու տեսանկյունից էլ ամենահասարակն է, որ օրինակ, չգիտեմ, ChatGPT-ին հարցնում ես, ասում ես բասկի կոշիկներ եմ ուզում, ինձ տուր top 3-ը ինքը քեզ տալիս է, երրորդն էլ բերում է, միանգամից դու ուզում ես առնես էլ, առանց chat-ը լքելու էլի, հա։ Ու տեղից որ ասես ուզում եմ առնեմ, ոնց որ agent-ը քո փոխարեն գնում է, այսինքն եթե առաջ դու պետքա սխմեիր, գնայր, ձեռքով մուտք ագրեր տվյալները առներ, հիմա ագենտն է դա անում։ Chat-ի մեջից միանգամից քո փոխարեն գնում է։ է։ Հա, քո փոխարեն գնում է, ինքը առնում է ու դու ապրանքդ ստացար, էլի։ Այդ agentic commerce ասածն է, որը որ
առաջի հայացքից թվում է թե դե ուղղակի ագենտներին է տալիս նույն հնարավորությունը, բայց ուրիշ ձև աշխատում։ մատ ուրիշ աշխարհ է ինքը։ Այն տեսանկյունից մի կակ մինիմում, որ օրինակ դու ունես այդ քո check-out-ը, հա, որպես բիզնես, որտեղ քո հաճախորդները վերջում արդեն պետք է մուտքագրեն ու առնեն ու իրանց սեգմենտից, պահվածքից կախված դու կարաս փոփոխես քո check-out-ի ոնց որ տեսքը կամ, չգիտեմ, զեղչի կոդ առաջարկես կամ գույնը փոխես կամ նույնիսկ այդ գնելու այդ կնոպկա ասածը, հա, բաթոնը ոնց որ տեղը փոխես ու պահվածքը փոխվի մարդու դրանից, ինչը կբերի վաճառքների ավելացման կամ պակասի։ Ագենտների դեպքում ոչ մի տես բան չի աշխատում, իսկ ինչն է, ոնց է ագենտը որոշում, որ պետք է առնի այս ապրանքը կամ չպետք է առնի։ То есть այդ լոգիկան լրիվ ուրիշ է, ու դու սկսում ես արդեն որպես ծրագրային ապահովման մաս անող թիմ մտածել, եթե առաջ մարդիկ էին իմ հաճախորդները, հիմա նաև ագենտներն են իմ հաճախորդները, ու դա լրիվ ուրիշ մի հատ մոտեցում է պահանջում։ Բանա, գիտա ֆանտաստիկա լրիվ ինչ։ Իրականությունն է, իրականությունն է դառը արդեն, ագենտները քո փոխարեն AI քո փոխարեն որոշում է կայացնում ու առնում է, դուք է փորձում եք նենց անեք, որ ոնց անեք, որ ճիշտ ձեր ուզած ձևով աշխատել։ Հա, դե մենք այս դեպքում անում ենք ավելի շատ մեր հաճախորդների համար։ Մեր հաճախորդները բիզնեսներն են, այսինքն նախ Stripe-ի բանից մոնետիզացիայի, այսպես ասած, մոդելից խոսենք, հա, Stripe-ը քեզնից չի վերցնում ուղղակի գումար ծառայություն մատուցելու համար։ Ինքը ասում, օքեյ, երբ որ դու տրանզակցիա ես անում, ինչ որ գումարի, ես դրանից ինչ որ տոկոս եմ պահում։ Ինչը որ նշանակում է, որ եթե ինչքան ես քեզ օգնեմ քո բիզնեսը ավելի լավ աշխատի ու ավելի շատ տրանզակցիաներ անի, համ քո համար է լավ, համ նաև իմ համար է լավ, որովհետև ես ամեն տրանզակցիայից ունեմ տոկոս։ Հետաքրքիր բիզնես մոդել է։ Շահերը համընկնում են, էլի դա։ Հա, երկու դեպքում ոնց որ երկու բիզնեսն է շատ գրգռված է շատ վաճառք անելու։ Ոչ միշտ, ինչքան էլ տարօրինակ կարա հնչի, օրինակ իրավիճակ կա, շատ սպეციფიկ բիզնեսներ կան, որ իրանց օրինակ ավելի շատ հետաքրքրում է ծախսերը նվազեցնել ամեն տրանզակցիայից, քան տրանզակցիաների քանակը շատացնելը։ Հա։ Ծախսերի ինչումն են կայանում, որ օրինակ եթե դու որպես հաճախորդ կրեդիտ քարտով ես առնում, վճարում, տոկոսները տեղ ավելի շատ են commission-ները։ Ու ոչ թե դա Stripe-ի կողմից դրված, այլ հենց այդ կրեդիտ քարտի Visa-ն, Mastercard-ն եւ այլն։ Կամ իսկ եթե դու քո դեբիտ քարտով ես վճարում քո checking account-ից, ապա այդ տոկոսը մոտ եթե չեմ սխալվում, այնտեղ 2%-ի կարգի էր, այստեղ ասենք 0.5 քանի տոկոս է։ Բայց դեբիտ քարտով էլ շատ մարդիկ չեն վճարում։ ԱՄՆ-ում, Եվրոպայում հակառակ պատկերն է այնտեղ։ Հայաստանում էլ դեբիտ քարտ ավելի շատ են օգտագործում, քան կրեդիտ քարտ։ Եթե սխալ չեմ հիշում, Եվրոպայում 50%-ից ավել է տրանզակցիաների on-line, ոնց որ դեբիտ քարտով արվում, իսկ ԱՄՆ-ում 10% էլ չի հասնում, էլի։ То есть այդտեղ կարա շահերի բախում լինի, այսինքն Stripe-ը այս դեպքում ասում է, ինչքան շատ տրանզակցիա, այդքան ավելի լավ, բայց հաճախորդը ասում է, չեմ իվարքան ինձ իմ net profit-ը ավելի է հետաքրքրում, միգուցե ինձ ավելի լավ է ես 10-ից 3 տրանզակցիա ունենամ, քան 4, բայց ծախսերը ամեն տրանզակցիայի մեջ ավելի փոքր։ Բայց ո՞նց է նա որ կրեդիտ քարտով չվճարեն, դեբիտ քարտով վճարեն։ Դե Stripe-ը կոնկրետ Stripe-ը ինչ արեց այս դեպքում, ոնց որ sense incentive-ա առաջացնում մարդկանց, օրինակ ասում, օքեյ, բիզնեսին եթե դու ուզում ես, դու կարաս մի անգամվա դիսկաունտ առաջարկես դեբիտ քարտի դեպքում։ Հա, եթե մարդը դեբիտ քարտ։ Բայց Stripe-ը կարողանում է հասկանալ այդ քարտը դեբիտ քարտ է, թե կրեդիտ քարտ։ Այդ ոչ թե Stripe-ն է հասկանում, այլ հենց Visa-ն, Master-ն։ Հա, Visa-ն, Master-ը մնացած այդ բանկերը, ովքեր որ issue են արել, այնտեղ եթե sense բանի տեսանկյունից նայենք, այդ workflow ասացի տեսանկյունից, այն պահին, երբ որ դու ուղարկում ես քո տվյալները որպես հաճախորդ, ինքը մի քանի ստադիաներով է անցնում։ Այդ ստադիաներից մեկում նաև որոշվում է, թե ով է թողարկողը այդ կոնկրետ քարտի, ինչ տեսակ քարտ է ու նույնիսկ քարտի տեսակից կախված այդ risk ալգորիթմները, որոնք ուզում են որոշեն արդյոք ստեղ ինչ որ fraud կա թե չկա, այդ մոտեցումն էլ խարդախություն կա թե չկա, այդ էլ կարան ոնց որ քարտի տեսակից կախված որոշեն, էլի։
օրինակ credit card-երի դեպքում շատ ավելի հեշտ է վերականգնել, այսինքն եթե նույնիսկ խարդախություն ա եղել, օրինակ, չգիտեմ, քո քարտը մեկը գողացել է ու տրանզակցիա արել, ցանկացած պահի դու նկատեցիր, զանգում ես բանկ, իրենք սարասնում են, այդ գումարը ոչ միտեղ էլ չի գնում։ Դեբիտ քարտի դեպքում լրիվ ուրիշ է արդեն։ Հա, ռիսկերը մեծ են։ Հա, դրա համար օրինակ շատերը Ամերիկայում նախընտրում են հենց credit card-ով վճարեն, որովհետև եթե ֆրոդ եղավ, այդ գումարը իրանք կարողանում են հետ բերեն։ Ոչ միայն դրա համար, բայց նաև ինչի, որովհետև Ամերիկան շատ ավելի sense consumerism-ը խրախուսող շուկա է ու քարտերը այնտեղ նախ ավելի հեշտ է ստանալը, երկրորդ այդ քարտ թողարկողները նաև քեզ տարբեր տարատեսակ ինչ որ բաներ են, ինսենտիվներ են առաջարկում, չգիտեմ, բոնուսներ, 2% cashback, 3% cashback, չգիտեմ, այս ինչ բրենդերից օգտվելուց 5%, 10% cashback կամ հատուկ ինչ որ ճամփորդության համար նախատեսված քարտեր կան, որ ուրիշ բենեֆիտներ են տալիս, այսինքն խրախուսում են ամեն ձևով, որ դու օգտվես այդ քարտերից։ Вообще, sense մի քանի կատեգորիա կա, 3 երևի թե մարդկանց, հա, օգտագործողների մի հատ կատեգորիա կա, որ իրանք այտենց շատ չեն խորանում, ուղղակի ծախսում, որովհետև չեն էլ զգում, որ այդ իրական փող է, ու հետո ահագին պարտքեր են կուտակում։ Երկրորդ ամենամեծ կատեգորիան է։ Երևի վստահ եմ, որ ամենամեծն է, հա։ Երկրորդ կատեգորիան կա, որ շատ ավելի պահպանողական է, ես ընկերներից մարդիկ կան, օրինակ credit card կտրականապես չեն օգտագործում, ասում են, որովհետև ոնց որ debit card-ը դա իմ գումարն է, ես գիտեմ ինչքան պետք է ծախսեմ ու հստակ ոնց որ բյուջե ունեն, օրինակ, չգիտեմ, ամսական իրանց եկամուտը X-ը, X-ի 20%-ը իրանց ծախսերն են, դա առանձնացնում են, հենց վերջացավ, էլ ձեռք չեն տալի վերջ մնացածին։ Ու երրորդ կատեգորիան կա, որ mindful են ավելի, ասենց ասած, այսինքն իրանք օգտվում են credit card-ից, բայց իր բենեֆիտների համար մենակ, ոչ թե ուղղակի ծախսում են աճ ու ձախ։ Հա, ինչ որ միավորներ հետ ստանան cashback-ներ։ Հա, միավորներ, օրինակ, տես, չգիտեմ, ես կարծեմ դու էլ Robinhood-ի քարտ ունենք, որը որ 3% cashback-ա տալիս, ինչ-որ տեղեր կան կոնկրետ ոնց որ իմաստ չունի դու քո գումարը տաս, եթե դու 3%, եթե հստակ գիտես, այս ծախսը արվելու է, սա նպատակային ծախս է, ավելի լավ է ծախսես այդ 3%-ը հետ ստանաս, էլի։ Նույնիսկ եթե cash ունես, ես սովորաբար հենց credit card-ը օգտագործեցի օրինակ, երևի մի օր էլ չեմ թողում անցնի, անգամ ես փոխանցում, սպասում եմ մեկ-մեկ լինում է, ինքը չէլ թողում փոխանցեմ, ասում է սպասելը տրանզակցիան չի հայտնվել։ Տենց հոր քուրս է, գիտես, ինքը ֆենոմենալ է այդ առումով, որովհետև ինչքան երևի Հայաստանում ինչ credit card-եր հայտնվել են, ինքը օգտագործում է 10 քանի տարուց ավել ու այսքան ժամանակ հենց մի շաբաթ առաջ ենք այդ թեմով հետո խոսում, այսքան տարվա մեջ ինքը մի դրամ տոկոս չի տվել credit card-ի, որովհետև ինչ օգտագործում է միշտ հետա դնում։ Այդ երրորդ կատեգորիան է։ Ես օրինակ տենց ազդած չեմ կարող։ Բայց նաև հա ռիսկայինի դեպքում էլ հիմա օրինակ մենք չգիտեմ ճամփորդում ենք, ասենք Հա, 1000 բան կարող լինի։ Նավով տեղ պետք է գնաս, որ մեկն է, ով փոքր նավ ունի, քեզ ակետից բեկետը տանելու պատվիրում ես on-line պետք է վճարես, ասենք։ Դու աստված գիտել, ինքը կարող է ուշանա, կարող է ասի, չէ, չեմ ուզում։ Մեր հետ հենց այդ տեղավ հանգստանում էինք, նավ էինք պատվիրել, վերջում ասացին, չէ, չենք կարում։ Ու գումարն էլ ասենք չենք տալիս, կրեդիտ կտանք։ Ինչ կրեդիտի մենք այդ կղզի ասենք չենք գնալու։ Ես երբ կգնանք, էլ մի անգամից կրեդիտ քարտին գրեցինք բանին թողարկողին էլ ու իրանք տեղը դիսպյուտ են անում քո գումարը նստեց հետ իսկ բիզնեսի համար գնալ վերականգնել դա առանց մենք էլ ունենք ասենք ամբողջ խոսակցություն էլ դու տալիս ես վերջ իսկ դեբիտ քարտի դեպքում մոռացի դա վերականգնել էլ չէր լինի էլի հա մեր հետ էլ է տենց դեպքերը Իտալիայում հյուրանոցը ավել գումար էր քաշը առանց տեղեկացնելու դեբիտ քարտից կրեդիտ հա որը որ հեշտ արել շատ արագ հեշտացանք հետ ստացանք էլի շատ արագ Այդ գործիքները իրական օգտակար են, եթե ճիշտ օգտագործում ես, բայց նաև credit card-երը ոնց ասեցի առաջի խմբի համար նենց է նաև դիզայն արած, որ դու շատ ծախսես։ Շատ ծախսես, որտեղ իրանց եկամուտից տեղից է գալու, դու տոկոս տաս։ Այդ ընկերս Աշճան Պրիվետ, ինքը ասում է, ինքը ֆինանսական ոլորտում է աշխատում Citibank-ում։ Ասում է, տես
հազարավոր աշխարհի ամենախելացի մարդիկ նստած ծրագիրը կազմում են, մոդելավորում են, թե ոնց անեն, որ դու ծախսես այդ կրեդիտ քարտի գումարները, դու ինչքան պետքա խելացի լինես, որ ոնց որ անգլերեն ասում են outsmart, իրանց ոնց որ իրանցից ավելի խելացի լինես, որ քիչ ծախսես։ Նման ինքը ասում ես նախընտրում եմ ընդհանրապես չօգտվեմ կրեդիտ Դե իրականում նույն պատկերն է Հայաստանում, հա, նույն ձև չի, բայց այդտեղ օրինակ վարկեր ստանալու շատ է հեշտացել։ Օրինակ փողի մասինի հաջորդ մեր էպիզոդը Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասին է, այդտեղ բանային կան, որ թվերը ուսումնասիրում ենք, Հայաստանը վերջ 2 տարվա մեջ սպառողական վարկերը 2 տարին էլ 20% պլյուս տարի վրա աճում է։ Այդ շատ արագ աճա, էլի, այսինքն ստեղ էլ վարկ վերցնելու ու ծախսելու այն փողը, որ դու չունես, մշակույթը տենց Ամերիկայից հետ չենք մնում, ասենց ասեմ, որտեվ շատ արագ աճում։ Այս պայմանությամբ սպառողական վարկերը հիպոթեկային վարկերից ավելի շատ է Հայաստանում։ Մյուս էպիզոդում մանրամասն խոսում ենք դրա մասին։ Այդ բանը գովաս դարեց մեր հաջորդ էպիզոդը։ Հետաքրքիր ու ցավոտ թեմա է, էլի։ Հա, այդ թվերը որ նա մենք ուսումնասիրում ենք, հասկացանք, որ վարկերի աճը շատ ավելի արագ է, քան օրինակ ես անձամբ պատկերացնում եմ սպառողական վարկերի, հա։ Դե սպառողական վարկերն է, գիտես, հիմնականում դե ինքը լրիվ բան է, ծախս է։ Հայաստան սպառողական վարկերը բան են, հիմնականում ապառիկներ են վերցնում կամ overdraft-եր են վերցնում, ապառիկներ են վերցնում, չգիտեմ, ու այդ գումարների մի մասն է, օրինակ ծախսում են, ինչ եմ ես պատմում, որտեղ որ անշարժ գույքի շուկան նայում ենք, շատերը վերցնում են հիպոթեկի կանխավճարը կարող է չունենան, էդ էլ վերցնեն, օրինակ սպառողական վարկ, այդ տոկոսով հիպոթեք, հետո վարկով տան կանխավճարը վերցնեն հիպոթեք, հետո մի հատ վարկ վերցնեն, որ այդ տունը ռեմոնտ անեն, ու այդ այնքան ծանր է նստում մարդկանց վրա, նորակառույցների դեպքում 3 ամիսը 1% հետ են ստանում, ինչ որ մի ձև կարող են այդ ծախսերը փակեն, բայց տարի օրինակ շատերը հաշվի չեն առնում, որ հետ եկող տոկոսները ամեն տարի կչանում, որտեղ հիպոթեկի մեջ առաջի տարիների տոկոսը ավելի մեծ է, բայց գնալով կչանում ու ամեն տարի դու ավելի քիչ գումար ես հետ ստանալու այդ սուբսիդիոն ծրագրերով ու անընդհատ վարկերը ավելացնելով ու դու ավելի քիչ գումար հետ ստանալով հիմնական աշխատավարձներն է, եթե Հայաստանի միջինով նայենք շատ չի աճում, բայց քո վարկային ծանրաբեռնվածությունը ամեն տարի ավելանում է, այդ դեպքում մի քիչ դժվար, այդքան է հաճելի պատկեր չի ստացվում, էլի։ Այդ, չգիտեմ, շատ հետաքրքիր թեմա է, օրինակ, որ մի հատ հետազոտություն լիներ ու տեսներ մարդիկ ընդհանրապես ոնց են որոշում կայացնում ծախսեր անելուց առաջ, ինչն է, էլի, ազդում իրենց որոշումների վրա։ Հիմնական բանը սոցիալական է, շատ ծախսեր սոցիալական է։ Դու տենում ես ուրիշ ունի, դու էլ ես ուզում ունենաս։ Կամ FOMO-ն, այդ fear of missing out-ը, դրա մասին էպիզոդ արել ենք հենց փողի մասին, որ քեզ թվում է դու ինչ-որ մի բանից հետ ես ընկնում։ Որ ինչ-որ մեկը գնաց, օրինակ, չգիտեմ, Արտասանում համերգ, դու չգնացիր, ինչ-որ մեկը տուն առավ, կահույք սիրուն դրեց տանը, դու չարեցիր, կամ այս մեկ ինչ-որ կաֆեմ գնաց նկարվեց, դու չգնացիր, վերջի iPhone ունի, դու չունես, ու ոնց որ ինչ-որ մարդիկ ու պլյուս նաև, չգիտեմ, սոցցանցերը, բլոգերները, բիզնեսները անընդհատ քո ասած ընկերոջդ ասած աշխարհի ամենախելացի մարդիկ աշխատում են նրա վրա, որ դու շատ ավելի ծախսես, դրան դիմակայելը դժվար է, պետք է շատ գիտակից լինես։ Ու մարդիկ սովորաբար այնքան արագ չեն աճացնում իրենց եկամուտները, ինչքան իրենց ցանկություններն է, ու այդ ցանկություններին հասնելու համար, որը իրականում ուրիշի ցանկությունն է, որը քո վրա պրոյեկտված է, դու վարկ ես վերցնում, որ դա իրականացնես։ Բայց այդ երևի թե ամենամեծ բանը կախվածություններից մեկն է իրականում։ Մարդիկ խոսում են օրինակ սոցիալական մեդիայից, չգիտեմ, ծխելուց, խմելուց եւ այլն, բայց դա էլ է ուրիշների հետ համեմատվելը կամ ուրիշների աչքին ինչ որ ձևով երևալու կարևորությունը տենց մոլեռանդ ձևով հետևելը, ոնց որ էլի կախվածություն տեսակ է, երևի թե ես եմ։ Հա, կստացի ծախսելն էլ է կախվածություն։ Ահագին տենց research կա, որ ցույց է տալիս մարդիկ նույնիսկ չեն կարող ստոպ տան, հենց կրեդիտ քարտերի միջոցով էլ ինչ որ անընդհատ պետք է ծախսեն։ Բայց ճիշտ ասենք, անընդհատ մի նոր բան ուզում ես։ Նոր բան ուզում ես։ Ես օրինակ եկա փող եմ տվել, բան եմ արել։ Սարեր գնալու
հատուկ փայտիկներ, որից ունեի, բայց այս մեկը ավելի թեթև է։ Վերջ անգամ երբ ես սար գնացել։ Չէ, շուշտ եմ գնալ իրական օգտագործում եմ, բայց այս մեկը տենց վազելու համար ավելի հարմար է, սարերում վազել։ Դե լսի, դա գոնե բան է։ Ես դրան ծախս չեմ ասում, այդ կատեգորիան իմ համար ներդրում է, ոչ թե ցանկացած բան չասի։ առողջության հետ, սպորտի հետ կապված բան, դա ներդրում է, դա ծախս չի։ Այդ կատեգորիան իմ համար բանի տակ է, զապրետ, ոնց որ լիմիտ չունեմ, ինչքան կարամ ծախսեմ, ինչքան կարամ ինձ թույլ տամ ծախսեմ, այդտեղ ծախսում եմ, որտեղ սպորտի համար կարևոր է։ Ինքը միշտ ավելի շատ է հետ տալի, քան կարաս իր վրա ծախսես։ Միանշանակ, հա։ Իսկ դու Stripe-ում ինչ ես անում։ Product management, հա, իմ product-ը այնտեղ Stripe-ի հետ checkout-ն է, այսպես է, հայերեն ուղղակի չգիտեմ checkout ոնց ասեմ։ Ապրանք գնելու այդ վերջի էջը, չէ։ Հա, վերջի էջը։ Ու խանութում դա բան է, կասան է, էլի, որ մոտեցել ես կասային, պետքա վճարես, հա, հիմա կասան է, բայց on-line կասայի մասին է խոսքը։ Այդ ոնց որ ամենակարևոր կետերից մեկն է, չէ, որտեղ մարդ արդեն։ Հա, այդտեղ որտեղ որ դու որպես բիզնես արդեն ներկայացնում ես այն կտորը քո ծրագրի, որտեղի միջոցով վճարումը պետքա հավաքես քո հաճախորդից, հա։ Էդ էլ առաջի հայացքից թվում է թե դե մի հատ էջ պետքա լինի, որտեղից դու հավաքում ես, բայց ինքը էլի տենց Stripe-ի էվոլյուցիայի հետ ինքն էլ ահագին մեծ էվոլյուցիա է ապրել։ Այդտեղ չգիտեմ, ծավալվենք մի երկու բառով կարող ասեմ, հա։ Դες ամենասկզբում ոչ մի հատուկ բան չկար, հա։ User interface, то есть մարդու համար նախատեսված ինչ որ edge գոյություն չուներ Stripe-ի կողմից։ Ինքը ասում էր ես ընդհանրապես ծրագրավորողներին տալիս եմ այդ API-ը, որ ասացինք, հա, ու իրանք թող որոշեն իրանք կասայի տեսքը ոնց է լինելու, ես ձեր կասայի հետ գործ չունեմ։ Դուք սարքեք ընդհանրապես իմ հաղորդալարերից, ասենց ասենք, լավ օգտվեք, որ վճար հավաքեք, բայց հետո կարիք եկավ բնական, որ լիքը կազմակերպություններ կան, որոնք նույնիսկ չունեն ծրագրավորող, որ իրանք կասան կարա սարքի, հավաքի։ Ու Stripe ասեց, օքեյ, ես կարամ ձեզ պատրաստի կասա տամ նույնիսկ, որի միջոցով դու ընդհանրապես քեզ պետք է ասել, ուզում եմ սա օգտագործեմ ու ինքը պատրաստ է քո համար ու վերջ։ Դու կարաս արդեն վճարումներ հավաքես։ Դա ավելի շատ ստարտափերին է պետք, որ չես ուզում։ Նույնիսկ կարող է ծրագրավորող ունես, թիմ ունես, ովքեր կարան սարքեն, բայց եթե պատրաստի կա, ինչ իմաստը որն է, ժամանակ ծախսես, այդ ամեն ինչը հավաքես, հա։ Դե մեր product-ներից մեկը, օրինակ LLL համենք, որտեղ դու անդամ ես, LLL-ը ինքը հենց Stripe-ով է հավաքած checkout page-ը, վերջնական edge-ը, ու դա ես ինքս եմ արել առանց ընդհանրապես ոչ մի ծրագրավորողի ներգրավման։ Դա Stripe-ի րոպեների ընթացքում ենթադրում եմ բանա կոչվում է hosted checkout, այսինքն պատրաստի checkout, որ ընդհանրապես քեզ պետք է ասել ինտեգրում ես, պարամետրեր տալիս ես, invoice-ի մեջ ինչ պետք է լինի, այդ ամեն ինչը լրացնում ես, արդեն ավտոմատ կարողանում ես վերցնես վճարումներ ու այդ ամսական բաժանորդագրություններ, որը Հայաստանում անել է պատմություն է հələ դեռ։ Պատմություն։ Կարանք դրանից էլ խոսենք։ Կներես ընդհատեցի շարունակելու։ Հա, իմ product-ը checkout-ը դա checkout-ի տեսակներից մեկն է, այդ ամբողջական checkout-ը։ Օրինակ կան բիզնեսներ, ովքեր ասում են, գիտես, ինձ դու տուր փոքր ինչ որ կոնկրետ կոմպոնենտներ, օրինակ չգիտեմ, N կտորը, որտեղ կրեդիտ քարտն են մտցնում, ու ինչի է կարևոր դա, որովհետև կրեդիտ քարտը անձնական ինֆորմացիան, ինքը sensitive է, ինքը զգայուն ինֆորմացիա է, իր process անելն էլ պետքա շատ տենց ինչ որ կոնկրետ պրոտոկոլների PCI-ը կոչվում, պետքա հետևես, թե ոնց հավաքես, ոնց ուղարկես, ոնց բերես, ասում եմ Stripe դու ինձ տուր, բայց մնացած իմ այդ edge-ը, web edge-ը, որ կա mobile edge-ը, մնացածը ես կհավաքեմ, դու գործ չունես դրա հետ ոնց որ, այսինքն իրանք ավելի շատ կոնտրոլ են ուզում իրանց edge-ի վրա, ինչ որ կոնկրետ կոմպոնենտներ են օգտագործում։ Ու տենց բարթանում արդեն տարատեսակ checkout-ներ, այնտեղ բան կա, որ Stripe-ին ավելի է ձեռ տալիս, օրինակ Stripe-ին նպատակահարմար է, որ հաճախորդը հենց Stripe-ի կողմից ստեղծված checkout-ը ընտրի, ինչի համար, որովհետև մենք անընդհատ զբաղվում ենք դրա լավացմամբ, նոր ծառայություններ են ավելանում, ինքը միանգամից դրա վրա հասանելի է, պլյուս նաև
իմ առաջի թիմը Stripe-ում ոնց որ զբաղվում էր կոչվում էր buyer experience, այսինքն գնորդի փորձ, ոնց որ փորձառություն, երևի experience այդքան լավ բառ չի, UI experience-ի մասին է խոսքը։ Իմ թիմը ինչ էր անում, անընդհատ A/B տեստեր էր անում, որպեսզի կոնվերտացիան checkout-ի լավացնի։ Տարբեր սկսած գույնից, ինչ որ տեքստի դիրքից, վերջացրած թե վճարման մեթոդների հերթականությունը ոնց պետքա լինի, լիքը փոփոխականներ կան, որոնք մտքովդ էլ կարող է չանցնի, բայց մարդու պահվածքի վրա ազդում են ու դրանք միակ հուսալի ձևը, որ հասկանալու իրոք սա բերում է ինչ որ աճի, conversion-ի, ոնց որ վճար գնումների աճի, հա, այսպես ասենք, դա այդ A/B testing-ն է, ու այդ իմ թիմը զբաղվում էր հենց դրանով։ Հետո փոխվեց արդեն ավելի ընդարձակվեց այդ իմ product-ը կոչվում է Checkout Studio, որը որ բիզնեսներին, հա, հնարավորություն է տալիս թե ստեղծել իրանց checkout experience-ը, թե ժամանակի ընթացքում չափել իր performance-ը ոնց որ, այսինքն լավ աշխատում, լավ աշխատում եւ վաճառքները բարձրացել է, ու նաեւ ինքը բերում է քեզ ռեկոմենդացիաներ, որ ինչ կարելի է փոխել, որպեսզի ավելի լավ աշխատի ու քեզ տալիս է գործիքակազմ, որ այդ ամեն ինչը դու անես։ Այսինքն քեզ մի հատ ստուդիո է, էլի package-ը, որ ամբողջական հնարավորություն է տալիս քո check-out-ի մասը կառավարելու։ Հասկացա։ Հետաքրքիր է։ Իսկ ի՞նչն է որ սովորաբար գույն կա որ մարդկանց վախացնում է վաճառքանը։ Հետաքրքիր է։ Նայ, ոնց որ նախ Stripe-ի բարդ մասը ինչումն է, որ որպես բիզնես դու շատ լավ ճանաչում ես քո հաճախորդներին, հա, ինչ որ կարաս իրանց սեգմենտավորես, մոդելավորես, հա, ասես, չգիտեմ, օրինակ, ես վաճառում եմ վազքի կոշիկներ, անընդհատ օրինակներս հետ, հա։ Իմ սեգմենտը հիմնականում, չգիտեմ, այսինչ տարիքային խումբ, այսինչ դեմոգրաֆիկ, այսինչ հետաքրքրություններով մարդիկ են։ Stripe-ի դեպքում մենք ունենք միլիոնավոր յուզերներ, ովքեր բիզնեսներ են, ու իրանք ունեն իրանց հաճախորդները։ Հա։ Այսինքն դու բայց իրանց հաճախորդների մասին միշտ չի որ դուք ինֆորմացիա ունեք։ Միշտ չի որ ունենք, ու այսինքն եթե ես հիմա որոշեմ, որ կարմիր գույնը բաթն շատ լավ է աշխատում, օրինակ այս հարավային Ամերիկայում կամ Բրազիլիայում ավելի կոնկրետ ինչ որ բիզնեսի ինչ որ տեսակ ընտրենք, չգիտեմ, հա, e-commerce ասենք, հա, այդ սեգմենտի վրա, բայց կարող է լրիվ հակառակը լինի, ասենք Ֆրանսիայում ավելի նեգատիվ էֆեկտ ունենա։ Հա։ То есть տենց միանշանակ չկա էլ ինչ որ գույն ընտրել, որը որ միտեղ աշխատում է, թե չէ։ Դե կան տենց համընդհանուր բաներ կան, ասենք, չգիտեմ, եթե վերցնես օրինակ ինչ որ տենց բաց շագանակագույն դնես, երևի թե բոլորի մոտ էդի ավելի փչացած չաշխատող բաթանի տպավորություն կստեղծել, то есть համընդհանուր կան, բայց շատ բաներ ամենահետաքրքիր մասը իրականում վճարման մեթոդներն են, որովհետև ամեն ռեգիոն ունի իրան ավելի ծանոթ վճարման մեթոդներ ու թե ինչ հերթականությամբ ես ցույց տալիս կամ բան կա, որ ընդհանրապես պետք չի ցույց տաս, դա էլ է ազդում վաճառքների վրա շատ։ Օրինակ չգիտեմ, եթե Հայաստանից մոտելա դժվար է ACH փոխանցում ցույց տաս, էլի կամ Discovery card։ Ու որ parz լինի, մոտ 200-ից ավել վճարման մեթոդներ կան։ Հա։ Ու ամեն շուկա ունի նաև իր լոկալ։ Օրինակ, չգիտեմ, մենք ունենք օրինակ իդրամ, չէ՞։ Ահա։ Յան պատկերացրու Ֆրանսիայում ցույց տաս իդրամ։ Չգիտեմ, ֆրանսիացին գտնելը կմտածես, էս ինչ է, երևի, ինչ որ ֆրոդ է, իսկական չեկաուտ չի։ Հա։ Իսկ Հայաստանում ինչի Stripe չկա։ Stripe-ի համար մեր շուկան հետաքրքիր չի, հա։ Հետաքրքիր հարց է։ Նախ երևի կարող ասենք ինչի լավ կլիներ որ լիներ, հետո ասենք ինչի, հա։ Դե լավ լինելը նրանում է, որ օրինակ եթե Stripe-ը լիներ Հայաստանում գործող ցանկացած բիզնես, որը որ ուզում է իր ծառայությունը կամ ապրանքները վաճառի on-line, թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում, կարող է րոպեների ընթացքում գրանցեր ու այդ օրինակ check-out-ը դներ իր մոտ ու սկսեր վճարումներ ընդունել, հա։ Ու ամենակարևոր մասը, որ վճարում ընդունելու ինչա, որ այդ process-ը իրանց ինչա ներկայացնում, հա, եթե դա լինի, նախ քեզ որպես բիզնես Stripe-ը պետք է ունակություն ունենա իդենտիֆիկացնելու, որպեսզի վստահ լինի իրական բիզնեսը, հա։ Այդ մեկ,
ու երկրորդ դու որպես բիզնես արդեն քո հավաքագրած գումարները, որոնք որ ստացել ես, պետք է օրինակ հեշտ կպցնես քո բանկային հաշվին։ Օրինակ, չգիտեմ, հայկական բանկերից որևիցե մեկում ունես հաշիվ, կպած է ու միանգամից տրանզակցիան եղավ, մի ժամ հետո տեսնում ես որ գումարը քո հաշվին նստած է։ Այդ երկու կարևոր մասերն են, հա։ Հիմա Stripe-ի տեսանկյունից եթե նայենք, այդ process-ը ինքը ուղղակի մի հատ sense բան չէ, էլի, ճիշտ չի որ դրեցիր ու վсё, աշխատում է, ինքը ահագին լոկալ ռեգուլյացիաներ կան, բանկերի հետ համագործակցություն կա, то есть ինքը բավականին տենց Հեշտ չի, հա։ ոչ հեշտ process է, իսկ ցանկացած տենց ոչ հեշտ բան ունի գին, իսկ գինը դա պոտենցիալն է շուկայի։ Շուկայի պոտենցիալն էլ արի sense ասենք, օրինակ տարեկան շրջանառություն, հա, on-line շրջանառություն։ Հիմա եթե ճիշտ եմ հիշում, ես վերջերս իրականում այդ process-ի մեջով անցել ենք, դրա համար եմ sense որոշ տվյալներ ունեմ, Հայաստանի ամբողջ տարեկան շրջանառությունը on-line, հա, համեմատության համար եթե վերցնենք, Stripe-ի top 500 հաճախորդներից ամենաներքևինի տարեկան շրջանառությունից փոքր է։ Մի հաճախորդի մասին է խոսքը։ Հասկացա։ Այսինքն Հայաստանի տարեկան շրջանառությունը Stripe-ի 500 top 500 հաճախորդներից եթե վերցնենք, մի հաճախորդի տարեկան շրջանառությունից ավելի փոքր է, հա։ Այս ինչի համար ասեցի, կոնտրաստ, սա ոչ ինչ որ լավ կամ ոչ վատ, այդտեղ նեգատիվ բան չկա, էլի։ Ուղղակի Stripe-ը որպես բիզնես ինքը ունի ամբողջ երկրների ասենց մի հատ բան, prioritizatsiya, հա։ Որտեղ է գնում ըստ չափսի։ Հա, ոնց որ կա P0 countries, P1, P0 եւ P priority, ոնց որ 0-ն նշանակում է այդ ամենաբարձր priority-ն, հա, երկրներ, որտեղ դեռ Stripe-ը չկա ու պետք է լինի, հետո P1, P2, Ֆրանսիա։ ու այնտեղ կա P Ֆրանսիայում կա չէ՞ բայց։ Հա, Ֆրանսիայում կա։ Եվրոպայում տենց երևի թե երկիր չկա, որ չկա։ Չլինի, հա։ Ու այնտեղ կա արդեն P3+, որտեղ որ Հայաստանն է, մի շարք այլ երկրներ էլ։ То есть այն առավելությունները, որ Stripe-ը կարա ստանա, դեռ չեն գերազանցում ծախսերը, ու այդ ծախսերն էլ միանգամյա չեն, հետո ընթացքում էլի դու պետքա հա, դիմացի ծախսերը լիք-լիքար ծախսեր։ Պատճառը է դա, ու այդտեղ ընդհանրապես կապ չունի Հայաստանը, այնպես չի որ ինչ որ բան ավելի լավ կարա անի, որ չի անում, չէ, այդպես բան չկա, ուղղակի պետքա երևի թե շատ զարգանա, արագ շրջանառությունը մեծանա, այդ մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը այն է, որ ուղղակի Stripe-ը հակառակը շատ ավելի այնքան աշխարհը վերցնում, որ նույնիսկ արդեն փոքր շուկաները դառնում են ձև առանձնանալու, որտեվ competition մրցակցությունը շատ մեծ է նաև աճում է, հա, ու եթե կարող է վաղը միսօր մի հատ մրցակից հայտնեն, որ ամբողջ օրինակ այս ռեգիոնը ոնց որ վերցնի, ու այդ դեպքում ոնց որ Stripe-ին էլ արդեն ձեր տա։ Այս պատճառը հայ է, որ չկա։ Այսինքն մրցակցության պատճառով կարա գա, որ մրցակից է տարածաշրջանում չուժեղան։ Հա։ Օրինակ հենց անցած այս տարվա սկզբում էլ մեր այդ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ ոնց որ փորձում էինք համագործակցենք ու տեսնենք կարանք հասնենք դրան, որ Stripe-ը Հայաստանում ոնց որ օֆիցիալ բացվի։ Չստացվեց, լավ մասը այն է, որ ստացվեց, որ ոնց որ կապեր դիալոգ եղավ ու կամուրջներ հաստատվեց, էլ այդ կապերը կա, այդ շատ կարևոր է, էլի, որովհետև երբ որ ճիշտ պահը գա, կարելի է այդ արդեն այդ կապերը շատ արագ, շատ դեպքերում ճիշտ կապեր հաստատելը ավելի բարդ է, քան վերջում ոնց որ ինչ-որ համաձայնության գալը, այս դեպքում արդեն այդ առաջի փուլը արված է, ոնց որ հետագայում հույս ունեմ կստացվի։ Տեսնենք։ Բայց ալտերնատիվ կա, եթե օրինակ ոնց դու ասացիր, հա, եթե դու բիզնես ես հայկական, ուզում ես դրսում ինչ-որ վաճառքներ իրագործես, Atlas-ի միջոցով US-ում բիզնեսես գրանցում, իհարկե որոշակի այնտեղ սահմանափակումներ կան, օրինակ չգիտեմ, ոչ թե հայկական բանկ, այլ ամերիկյան բանկ կլինի, Mercury նույն ձևով, հա, որից հետո այդ գումարները ստեղ բերելը նշանակում է մի հատ էլ հավելյալ տոկոս վճարել այդ միջազգային տրանզակցիաների համար եւ այլն, այսինքն մի քիչ ժամանակ, մի քիչ ծախս ավելանում, բայց ինքը իրագործելի է լրիվ։ Բայց մյուս կողմից համաշխարհային շուկային միանգամից դու ոնց որ հնարավորություն ունեմ ամերիկյան շուկան քո product-ը վաճառես։ Հա, հա։
Եթե ու արագ, եթե այդ process-ը Atlas-ով ընկերություն գրանցելուց մինչև առաջի վաճառք անելը կարող տևի մոտավորապես 1 ամիս։ COVID-ի ժամանակ մի քիչ երկար էր, հիմա էլի ավելի արագ է։ Նույն ընկերներ կա որոնց օգնել եմ Atlas-ով բացեն ու մեր լսողներից եթե մարդիկ կան ու ուզում են ԱՄՆ-ում ընկերություն բացեն կամ ստարտափը գրանցեն այնտեղ ինչ որ product-ներ վաճառեն, Stripe, Atlas-ը եւ ամենալավ ձևից մեկն է։ արագ Մտնում են Stripe, գտնում են Atlas-ը ու գրանցվում են։ ուղղակի Եթե գլուխ չհանեք, վստահ եմ, որ եթե ասենք ChatGPT-ին կամ Google ուղղակի գրեն ինչպես գրանցել on-line business, առաջի տարբերակներից մեկը երևի Atlas-ը կլինի։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ պետք է Ամերիկայում հարկեր վճարես, հաշվապահություն ունենաս, այդ ծախսերի մասին մի մոռացեք։ Պրոստը так պետք չի բացել։ Ինձ թվում է, եթե պոտենցիալ ունեցող մեծ բիզնես է, այդ խնդիր չի, ոնց որ իր համար բարիեր չի կարա լինի շուկան, ոնց որ շուկա մտնելը շատ ավելի կարևոր է, քան հավելյալ որոշակի տենց մեծ բիզնեսները ուրիշ գործիքներ ունեն, էլի իրանց շատ անգամ կարող է Stripe Atlas-ներ պետք չի, որտեղ մեծ բիզնեսը լրիվ ուրիշ հնարավորություններ ունի, ուրիշ հարաբերություններ ունի բանկերի համար հետ իրենց համար այդ ամենը շատ ավելի արագ է տեղի ունենալու։ Ինձ թվում է մեր շուկայում Stripe Atlas-ը պետք է ստարտափներին ու ոչ շատ մեծ բիզնեսներին։ Իմ խոսքը ավելի շատ նաև վերաբերվում է ոնց որ մեծ բիզնես դառնալու պոտենցիալ կամ ախորժակ ունեցող սկսնակ բիզնեսներին, ովքեր, թե դու ստարտափ ես սկսում ու չգիտեմ, տեսնում ես ճանապարհ, թե ոնց ինքը պետք է աճի ու մեծ շուկայի մեջ ինչ որ կտոր վերցնի, իմաստ ունի։ Եթե չգիտեմ, ինչ որ custom print-ով տենց մայկաներ ես ուզում վաճառես կոնկրետ շատ փոքր շուկայի համար, այդ դեպքում երևի թե իմաստ չունի այդ ճանապարհով անցնել էլ։ Դա համար ավելի հեշտ ձևեր կան։ Մատ վերջի հարցը տան շատ հետաքրքիր է, դու համ Հայաստանում ես աշխատել, ստարտափ արել, համ ԱՄՆ-ում ես հիմա աշխատում ու փողի հետ վարվելու պահելաձևերի ինչ որ նրբություններ, տարբերություններ տեսնում ես ԱՄՆ-ում ու Հայաստանում։ Որպես անհատ, թե որպես բիզնես։ Որպես անհատ։ Հա, միանշանակ։ Իմ անձնական փորձառությունն է էսի, Հայաստանում միջավայրի ազդեցությունը ես իմ փորձից ելնելով գիտեմ, որ շատ ավելի մեծ էր, դու ոնց ես որոշումներ կայացնում, օրինակ ծախսերը որտեղ պետքա լինեն, հա։ ԱՄՆ-ում էլ այդ ֆակտը կա, բայց այնտեղ տարբերությունը այն է, որ նաև հնարավորությունը կա գիտակցելու, որ այդ միջավայրը շատ փոքր չի, շատ ավելի մեծ է ու դու ունես ընտրություն, որ կարաս օրինակ քո հետաքրքրությունները ընտրես ու դրանց վրա, չգիտեմ, իմ հետաքրքրությունները օրինակ տրիաթլոնն է, ես ամենաշատ փող երևի թե տան առօրյա եւ այլն այդ ծախսերից բացի այդ կատեգորիայի մեջ եմ ծախսում, բայց դա ոնց որ գիտակցված ընտրություն է, դա ապրելակերպ է ու որակա կյանքի բարձրացնում։ Ասածս այն է, որ այնտեղ դու ունես նաև ընտրություն ընտրելու թե որտեղ էլի, ոնց որ երևի մեծ տարբերությունը այդ է։ Բայց օրինակ այնտեղ շուկան շատ ագրեսիվ խրախուսում է մարդկանց ծախսել ու եթե դու տենց գիտակցված չփորձես մոտենաս այդ հարցին, շատ արագ քո ծախսերը քո եկամուտներին կարան անցնեն ու դու ցնցանընդհատ հետևից ընկնես, որ փորձես հասցնես։ Շնորհակալություն։ Հա, ու մեկ էլ մի բան էլ ավելացնեմ, տարբերությունները նաև որ նահանգներում օրինակ ներդրումային գործիքները, թե դու քո աշխատած գումարը ոնց կարաս նաև ոչ միայն ծախսես, այլ ոնց կարաս ներդնես, շատ ավելի հասանելի են, ինֆորմացիան ու կրթությունը ավելի հասանելի է մարդկանց, ու նաև վերջի տասնամյակում շատ ավելի հեշտ ու ագրեսիվ ձևով, նաև լավ իմաստով ագրեսիվ ձևով, ոնց որ դա էլ է խրախուսվում, օրինակ չգիտեմ, Robinhood-ը, հա, իհարկե սխալ մոտեցման դեպքում Robinhood-ը կարա դառնա տենց անիմաստելի ծախսի տեղ մարդիկ խաղամոլություն։ Հա, այլ է խաղամոլություն, չգիտեմ, ինչ որ նոր կրիպտո են տեսնում կամ մի հատ ինչ որ նոր կազմակերպություն գնում, ամբողջ գումարը դնում են, դրա մասին չի խոսքը, բայց հա, այդ գործիքակազմն է շատ ու դու շատ հեշտ, արագ, խելացի ձևով կարաս ուղղակի ներդնես քո գումարների ինչ որ մասը։ Հա, այդ առումով ստեղել է սկսել փոխվի։ Ու առաջ երևի մեծ քայլը հենց այդ թոշակային ֆոնդերի ներմուծումն էր, մեր գործընկեր Ամոզյակ բանել հենց դրանով զբաղվում ու նաև շատ պլատֆորմներ են հայտնվել,
որտեղ դու արդեն կարաս ներդրումներ անես, չգիտեմ, ETF-ներ առնես, ակցիաներ առնես ու սկսես խնայես ապագայի համար։ Այ լավագույն ձևը տեղ իմ տեսանկյունից, որը որ նաև տենց բան է, անվտանգ է, քո եկամուտների ինչ որ X% դու ես որոշում թե ինչքան կարաս քեզ թույլ տաս, բայց ուղղակի ավտոմատ դնում ես Քաշի ամեն ամս, Robinhood-ում դրել եմ ամսական ինչ որ տոկոս, ինքը ավտոմատ ձևով գնում է ETF-ների մեջը։ Ես ոչ մտածում եմ, ոչ հիշում եմ դրա մասին, ոչ էլ նույնիսկ բացում եմ նայեմ ինչ է եղել իր հետ, որտեվ ETF-ների դեպքում իմաստ չունի, ոնց որ ինքը երկարաժամկետներ դնում, այլ։ հա, ամեն օր չես բացում նա ասում, օհո, այսօր չա, այսօր բարձրացավ, ոչ դոպամինի ասեղի վրա բանանում։ Նարեկ ջան, մերսի շատ, շնորհակալություն։ Հետաքրքիր զրույցի համար։ Հուսով Stripe Հայաստան շուտով կբացվի։ Հա, ես էլ ինձ էլ շատ հետաքրքիր էր, մերսի Նարեկ ջան։